Ինչպես է փոխվում երեխայի քունը կյանքի առաջին տարում։ Կյանքի առաջին տարում երեխան զարգանում է բառացիորեն տիեզերական արագությամբ։ Բնականաբար, սա չի կարող իր առանձնահատկությունները չթողնել փոքրիկի քնի վրա։ Դուք մի քանի անգամ կհանդիպեք այսպես կոչված քնի ռեգրեսներին։ Քնի ռեգրեսը երեխայի քնի ժամանակավոր վատանումն է։ Ամենահայտնին 4 ամսականի քնի ռեգրեսն է։ Շատ մայրեր դրանից շատ են վախենում, բայց պետք չէ։ Շատերը նույնիսկ չեն էլ նկատի դա։ Այս տարիքում քնի կառուցվածքը փոխվում է, մասնավորապես հայտնվում են քնի ցիկլեր 40-45 րոպե տևողությամբ։ Դուք ամենայն հավանականությամբ կնկատեք, որ ձեր փոքրիկը սկսում է արթնանալ հենց այդ ժամանակահատվածների ավարտին և ձեր օգնության կարիքը կունենա քունը երկարացնելու համար։ Անհանգստանալու կարիք չկա։ Սովորաբար քունը երկարանում է, և մի քանի շաբաթ անց փոքրիկը ինքնուրույն կսկսի անցնել քնի մեկ ցիկլից մյուսը։ 6-7 ամսական, իսկ հետո նաև 10-12 ամսական տարիքը անվանում են առաջին և երկրորդ սեպարացիոն ճգնաժամ։ Երբ փոքրիկը սկսում է հասկանալ, որ մայրիկը իրականում առանձին իրենից գոյություն ունի և կարող է ինչ-որ տեղ գնալ, ինչը շատ է անհանգստացնում նրան։ Նա կարող է սկսել բառացիորեն կառչել ձեզանից և ոչ մի տեղ ձեզ բաց չթողնել։ Շատ ըմբռնում, սեր և ֆիզիկական շփում կօգնեն ձեզ նվազեցնել փոքրիկի լայվացությունը։ Սովորաբար այս ժամանակահատվածներում քունը վատանում է, բայց դա երկար չի տում, ընդամենը մի քանի օր։ Բայց եթե նկատում եք, որ քնի հետ կապված դժվարությունները դարձել են կանոնավոր, 2 շաբաթ և ավելի, արժե ուշադրություն դարձնել փոքրիկի օրվա ռեժիմին։ Կյանքի առաջին տարում այն անընդհատ փոխվում է։ Արթուն լինելու ընդհանուր ժամանակը մեծանում է, իսկ քնի քանակը, հակառակը, կրճատվում է։ Բացի այդ, պարբերաբար մեկ ցերեկային քունը կարող է դուրս գալ ռեժիմից։ Խորհուրդ են տալիս քնի հետ կապված դժվարությունները շատ չձգձգել, այլ ժամանակին դիմել քնի մասնագետի։